Ողջույն հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաընկերության եթերում Էրգրի համը հաղորդաշարն է։ Այսօր քայլելու ենք Կուրթանի արմատների հետքերով։ Հարգելի հեռուստադիտող, այսօրվա իմ հյուրը սպորտային մեկնաբան, իրավաբան Համլետ Մաթևոսյանն է։ Ողջույն Համլետ ջան։ Բարև ձեզ, Ինչպե՞ս ես։ Հրաշալի, դու ո՞նց ես։ Լավ, շնորհակալ եմ։ Այսօր մենք անդրադառնալու ենք քո մանկությանը եւ քո արմատների հետքերով ենք քայլելու։ Շատ լավ։ Որտեղից են քո արմատները։ Իմ արմատները, իրենք մոտակա արմատները Լոռիում են, Ահա։ Կուրթան ու Բազում գյուղում են։ Այսինքն ձերոնք գաղթականներ չեն եղել։ Վաղ արմատները արդեն 1820-ական, ինչպես մեր մեծ մասի արմատների դեպքում է այդպես արդեն Արցախի շրջաններից եկել են Հադրութի։ Նաև գյուղերում իհարկե Արևմտյան Հայաստանից կտորներ ունենք եկած Գաղթի շրջանում, բայց իմանք ավելի Արցախյան շրջանի են։ Եվ այն խոհանոցը, որ այսօր ներկայացնելու ենք, Լոռի եւ Արցախյան խոհանոցները բավականաչափ նման են, հաշվի առնելով իրադարձությունները, եւ այս պահին պատրաստելու ենք մենք շատ հետաքրքիր մի ուտեստ խաշիլ։ Խաշիլը ամբողջ արևմտյան եւ արևելյան Հայաստաններում տարածված, ամբողջ հայկական լեռնաշխարհում տարածված ուտեստ է, բայց ունի իր բնորոշ յուրահատկությունները։ Երբ որ մենք խոսում էինք, թե ինչպես պետք է պատրաստել մանր թե խոշոր տարբերակով, ինչու հատկապես այդ հարցը տվեցի, որտեղ Սյունիքում եւ Արցախում շատ հետաքրքիր ձևով են պատրաստում խաշիլ։ Երբ որ աղում են զավարը, բոված վիճակում արդեն, առանձին խաշում են խոշոր տարբերակը մաղված, այսինքն դա եփվում է, հետո ամենամանրը, այսինքն այս փոշեզանգվածը մի փոքր լցնում են մեջը կցելու համար։ Բայց օրինակ սասունցիները, իմ արմատները եւ իմ տատը պատրաստում էր հետեւյալ ձևով, պատրաստում էր միայն այս փոշե տարբերակով, ինչպես որ դուք եք պատրաստում, սակայն երբ որ նայեցի տարբերությունը մեր եւ ձերնի մեջ, մերը հետաքրքիր է նրանով, որ մենք ուտում ենք պարտադիր մեղր եւ հալված յուղով, որը շատ հետաքրքիր է։ Մեղրը ավելի քիչ է։ Այո, դե տարածքային զուտ խնդիր է այստեղ, հաշվի առնելով բանը մարզերը։ Իհարկե համադրությամբ դուք կաթ եք օգտագործում։ Սյունիքում թան են լցնում վրան, մեզ մոտ ոչինչ չեն ավելացնում, այսինքն ոչ կաթ, ոչ թան չի օգտագործում Սասունի բաղադրատոփսում, այսպես փոքրիկ նյուանսներ են, բայց իրենք մարզային յուրահատուկ լուծումներ են իրենցից ներկայացնում եւ դա հատկապես կարեւոր է հյուրանոցային համակարգում, ռեստորանային համակարգում, որտեղ այդ փոքրիկ նյուանսներով մարզային խոհանոց է ձևավորվում եւ այդ մշակույթ է տալիս, այո, դիմագից։ Դրա համար մեզ անհրաժեշտ է ուրեմն աղացած մանր փոխինդ, այստեղ ունենք նաև քացախ, որը մեզ պետք է գալու սինդրիկի տապակման համար, որտեղ սինդրիկը լեգենդ է։ Այո, Լոռին առանց կանաչիների բուսականության մենք պատկերացնել չենք կարող։ Դե պատահական չեն մեզ քոլեցի ասում։ Քոլը խոտ կոչված է։ Ահա որտեղից է այդ գաղտնիքը։ Այո, ու իրականում այս օրերին էլ արդեն մի քանի տեսակ խոտեր աճել են, մայրիկը մի քանի օր առաջ բանջար արդեն քաղեց, այսինքն պատրաստ էր մեր առօրյայի։ Միանշանակ։ Ամեն օր մի տեսակ քոլ, խոտ մենք պետք է ուտենք։ Դե ինչ առողջ կյանք է։ Այսօր էլ բացառություն չի իրակ։ Այսօր մենք պատրաստելու ենք ուրեմն սինդրիկ տապակված տարբերակով, որի վրա ավելացնելու ենք քացախ, ձիթայող մի փոքր եւ իհարկե մի հետաքրքիր նյուանս ենք ավելացնելու, որը ավանդական համակարգում իհարկե այս տարբերակը ես չեմ հանդիպել, ընկույզով տարբերակը կա, բայց մենք օգտագործել ենք նաեւ դդումի կորիզ, որը շատ հետաքրքիր համ է փոխանցելու եւ յուրահատկություն է բերելու։ Ինչպես ասում են, բայ վահ է, հա։ Դդումի կորիզի պահ, այո։ Իսկ այստեղ նաև ունենք կիտրոն, որը մզելու ենք այս սինդրիկի վրա հետաքրքիր թթվայնությունն ապահովելու համար։ Դե ինչ ես առաջարկում ընդհատել, մնացած մեր զրույցը շարունակել ընդհատումից հետո։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտող եւ անցնում ենք մեր բուն աշխատանքին, քանի որ այսօր այնպեսի մի ճաշատեսակ ենք ընտրել, որի աշխատանքների մեծ մասը, այո, աշխատանքների մեծ մասը ես եմ անելու այս գազի մոտ։ Հետաբար Համլետը ուղղակի իմ հարցերին կպատասխանի եւ ընթացքում հավես կտա ուղղակի այդ աշխատանքը։ Ես կարող եմ գազը ուժեղացնել, թույլատրել։ Ջրի հետևից գնալ օրինակ։ Ջրի հետևից իհարկե։ Լավ, Համլետ ջան, ուրեմն ես կխնդրեմ ջուրը տաս, քանի որ ասացի։ Գլխավոր առաքելությունը։ Այո, այո։ Համլետ ջան, շնորհակալ եմ ջուրը տալու համար։ Ուրեմն
Համլետ ջան, նախ անդրադառնանք քո մանկության համին, հա? Ինչ մանկության համ կա, որ միջև օրս քեզ մոտ այդպես ասոցացվում է տատիկի, մայրիկի, հա, որ միշտ իրենք պատրաստում են եւ դու շատ ես սիրում այդ խոհանոցը, ազգային այդ ճաշատեսակը։ Տես Ղանձիլ կոչվածը ավելի շատ ու գլխավորապես տատիկներ սարքում։ Ես նկատում Ղանձիլը դա էլի բանջարի տեսակ է, չէ՞։ Հա։ Եվ ղանձիլը ու նաև այս խոտեղենը ամեն ինչը, քոլեղենը, նաև այսօրվա մեր պատրաստվող սնունդը տատիկներին ավելի բնորոշ էր, այսինքն կային ուտելիքներ, որոնք մոտ 20 տարի առաջ ավելի մեծ կիրառություն ունեին, քան մեր օրերում են հիմա։ Ես նկատում եմ ինչ որ հաշվի առնելով շուկայական այդ փոփոխությունները հատկապես։ Համաձայն եմ, նաև որոշակի կյանքի որակի փոփոխությունը կարծում եմ նույն այն ժամանակ ցորենի կիրառությունը ավելի շատ էր, ամենքիս համար շատ մեծ կարևորություն ուներ ու ես այս ուտեստը գլխավորապես հիշում եմ հենց մանկությունից, երբ որ տատիկն էր սարքում, տատիկը մշտապես նաև սարքում էր, ինքը ասում էր լիպոշը գիտես։ Ոչ։ Ինչին են ասում, պլեջին։ Ձեզ մոտ պլեջին լիպոշ եք ասում, այո, ու այդ առավոտյան արթնանում էիր, մանկության անուշ քնի մեջ քնած, մեկ էլ տեսնում էիր արդեն վառարանի վրա լիպոշը պլեջը պատրաստ էր ու շատ մեծ իհարկե կտորներով, քանի որ կարտոֆիլը մեր գյուղում Կուրթանում բավականին շատ է։ Ես ինչ օգնեմ, կուզես այլ ջուր տամ քեզ։ Չէ, դու զրուցիր պարզապես։ Ես պատրաստ եմ, եթե ինչ։ Հերոստատողին միայն հիշեցնենք, թե ինչ ենք անելու, այստեղ դրել եմ ջուր, որի մեջ ավելացնում եմ փոխինդը, պետք է նախ եւ առաջ իրեն լուծել ջրում, որովհետեւ ունի ուրեմն կոպտանալու հատկություն։ Հա, բռնիր, այո, բռնիր։ Կարող ես այնտեղ դնել։ Այո։ Ուրեմն որպեսի հեշտ լուծվի, մի փոքր տաք ջրով ենք փոխինդը բացում, հետո մնացած գործընթացը ընթացքում պետք է արդեն ստանանք, այսինքն որպեսի ինքը գնդեր չունենա։ Ահա։ Հնարավորինս շատ խառնել։ Այո, կարող ենք գազօջախը այս պահին անջատել, ստանալ այդ ինչպես տատս էր ասում, կոկած կամ բացված տարբերակը, այո։ Եվ հետո մնացած գործընթացը իհարկե իրականացնենք։ Մի խոսքով բանջարն է քո սիրած տարբերակը եւ պլեջը կարտոշկա։ Պլեջը, բայց հիմա եթե անկեղծ, երբ որ ես Երևանից Վանաձոր եմ գնում, իմ ընտանիքը Վանաձորում է լինում գլխավորապես, նաեւ իհարկե գյուղեր ենք գնում հաճախ, մաման ասում է ինչ սարքեմ, որ գաս ուտես Համլետ ջան։ Միանգամից այդ ես ասում։ Որը կլինի, չէ։ Պլեջը։ Չէ։ Կարտոֆիլով տապական, ժարիտ։ Չէ, պյուրեն։ Պյուրեն։ Այո, միանշանակ։ Ինքը ուղղակի բոլոր տեսակի մրցակցություններից դուրս է ինձ համար։ Իրականում Լոռիում կարտոֆիլի մշակույթը նաև որպես ուտեստային տեսանկյունից զարգացած է, չէ՞։ Բրավո, դե կարտոլ, ռիգուն կարտոլ, մեր մոտ մոտավոր այսպես է, ճաշին կարտոլ էլի։ 3 ժում կամ 3 կերակուր է լինում, 3-ն էլ հնարավոր է։ Կարտոֆիլով աղցան ունեք, չէ՞ դուք։ Կարմիր պղպեղով, սոխով։ Չէ, կարտոֆիլով ամեն ինչ ունենք։ Կարտոֆիլով ժուլիեն ունենք։ Լորվա կարտոֆիլով ժուլիեն։ Միանշանակ, բարդ չի ստանալը, հավատա։ Հաջորդին գուցե պատրաստենք։ Ամեն օր։ Հաջորդին կարտոֆիլով ժուլիեն կանենք, այո։ Բայց հիմա էլ իհարկե ինքը սիրված է, իրոք ռելիեֆից շատ բան է կախված կարծում եմ Վահե։ Օրինակ մեր կողմերում Ձորագետի կիրճի հարևանությամբ եք հիշես դու դաշտերը բավականին շատ են։ Դաշտերը շատ են, ցորենը շատ է, եգիպտացորենը, կարտոֆիլը միանշանակ շատ է։ Զորագետի կիրճը նույն Կուրթանի ձորն է, որին հաճախ ասում են արևածագի ձոր։ Կպատմես ինձ։ Հիմա է գովազդել։ Կպատմես ինձ այդ որն է հիմա Կուրթանին արևածագինն է թե որտեղ է։ Վահե, տես, նախ սահմանադրական տեսանկյունից պիտի նայենք, օրենսդրական այսպես, վարչական բաժանումների տեսանկյունից, ինքը Ձորագետ գետի հնևանքի կիրճն է, որի մի հատվածը պատկանում է Կուրթան գյուղին, մի հատվածը Արևածագ գյուղին, մի հատվածը այնտեղ Ձորագետի հատվածում է արդեն վարչական շրջանում։ Լավ, կադաստրով է ումն է։ Կադաստրով չէ, կադաստր բառը հիմա հայտնի է։ Դրա մի հատվածը, մեծ մասը հիմա Կուրթանինն է, օրինակ հնևանքի հատվածը ամբողջությամբ Կուրթանինն է։ Բուն այն հատվածը, որտեղից ցիցքարը կա, չէ, որտեղից նկարվում են մարդիկ, դա Արևածագի տարածքն է։ Իսկ հենց բուն քարը արդեն Ձորագետի շրջանում է։ Պատկերացնում ես ինչպիսի հետաքրքիր բաժանում է կատարվել։ Շատ խառնեք։ Այո, բայց ես քեզ ասեմ նաև ու նաև հեռուստադիտողին, որ ցիցքարը գլխավորապես հայտնի դարձավ հետքովիդյան շրջանում, երբ որ
տարբեր լուսանկարիչներ սկսեցին ճամփորդել Հայաստանում, կհիշես Ամրաքցի Սուրբ Նիկոլայ եկեղեցին, որ սկսեց ավելի հայտնի դառնալ նաև Վարդաբլրի լճերը, իհարկե։ Հիմա այդ շրջանում նաև լավ գովազդված չի Ջգրաշենի վանքը։ Ես չեմ եղել, չէ, անկեղծ չեմ Վարդաբլուրում է, մի հատ հրաշք վանք է։ Որերորդ դարի 5-րդ դարի է, պատկերացրու բազիլիկներից։ Չեմ Այն տեսել։ ամենավաղ շրջանի։ Դե մենք Կուրթանում ունենք Սուրբ Աստվածածինը, բազիլիկ 5-ից 7-րդ դար, ամենահներից է։ Ու այդ տեղերում նաև տորմակավանքն է, կհիշես դենդրոպարկի։ Այո, դա գիտեմ։ Հենց ճանապարհին։ Հա, դենդրոպարկ Աջ կողմի վրա է փողոց, չէ՞։ Հա, Տերն ու ծառան վստահ եմ բոլորը դիտել են Ֆրունզե, երբ որ այնտեղ սնվելու պահ կա, հենց տորմակավանքի ներսում է նաև։ Ճանապարհին նաև հոյակապ է Գյուլագարակի եկեղեցին։ Այո, դա արդեն նոր է, 19-րդ դարի։ Դա կարծեմ մի ժամանակ օգտագործվել է նաև որպես կարտոֆիլի կամ ցորենի պահեստ, հա, սովետի ժամանակ։ Այո։ Բայց ափսոս է, որ չեն վերականգնում, երկրաշարժի ժամանակ դե տուժել է ահագին։ Տուժել է, այո, բավականին կոտրվեց։ Ինչն էր հետաքրքիր, վայ, այդ Ջգրաշեն անունը, նախ ես օրեր առաջ Ջավախքի կողմով գալիս էի Հայաստան-Վրաստանից ու այնտեղ տեսա, որ Ջիգյար բառի հետ կապ ունի։ Ջգիր բառի հետ կապ ունի։ Ես այս բառը ինձ ծանոթ չէր, ինձ մի անգամ մեկնեցին, որ ինքը նշանակում է նախանց։ Ու ինչն է, ասում է, այդ շրջանում մոտ 1500 տարի առաջ վանքերին զուգահեռ մեր գյուղերը երբ որ եղել են, բնակավայրերը իրար մեջ հակամարտություն են որոշակի ունեցել ու ասում են ջգիրով, նախանձով կարծես կառուցված, մրցակցության արդյունքում կառուցված։ Պատկերացնում ես 4-5 այնտեղ եկեղեցիներ ունենք, տորմակավանք, կտևանք, Սուրբ Աստվածածինը Կուրթանի ու Ջգրաշենը, որ այդ հիմքով են կառուցվել, հրաշալի տեղում են գտնվում, Ձորագետի կիրճը իր ամբողջ գեղեցկությամբ բացվում է քո առաջ, ցավոք կիսավեր է, բայց բոլորին խորհուրդ կտամ, երբ Սուրբ Աստվածածինը Կուրթանի եւ Ջգրաշենը բացահայտեն, փորձում ենք իհարկե գովազդել ամենքս մեր ռեսուրսներով, մեր Դե բայց գոնե առաջ թե ակտիվացել է տուրիստական ուղղությունը այդ կողմում, հիմա ինչու ենք մենք այսպես ակտիվ туриզմից խոսում, որովհետև նախ դա մեր հայրենիքի ճանաչողություն է, երկրորդը Համլետը նաև գիդ էքսկուրսավար է։ Մի փոքր պատմիր Համլետ ջան, ինչպես որոշեցիր իրավաբանությունից անցնել սպորտ լրագրողի մասնագիտությանը եւ հետո ինչպես անցար նաև գիդ էքսկուրսավարին։ Հա, փուլային էր ամեն ինչ կյանքում երևի։ Ես գնամ ջրի։ Դու գնաս ջրի։ Այո։ Կուզես ես խառնեմ, գոնե այսպես։ Տակը անջատված է դրա։ Հա, զուտ կադրի համար, հետո ցույց կտամ, իբր ես եմ գործել, էլի, հա։ Բայ կպավ, ասում կպավ տակը, բայց անջատված։ Ասում որ գնամ տուն մաման ջասի։ Ինչի է իր գնացը։ Տես, վայ, Վանաձորում եմ ես սովորել, Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում։ Դա ԵՊՀ-ի մասնաճյուղ է, չէ՞։ Այո։ Մանկավարժականի, հա, ԵՊՀ-ի եւ ՀՊՀ-ի հիմա կոչվում Վանաձորի պետական համալսարան։ Կարծում եմ անընդհատ ամեն տարիքում մենք մեզ ճանաչում ենք ու ճանաչում ենք մեր բնավորության գծերը, մեր հետաքրքրությունները, ինքներս մեզ ենք ճանաչում ու այդ շրջանում ես երևի 3-4 կուրսում հասկացա, որ չեմ ուզում էլի ամբողջ օրը այդպես կոստյումով, պիջակով, թղթերը թևից տակ դրած դատարան, հետո էստո, մենկոմ, այս վիճակները, տեսակս ավելի մի քիչ ակտիվ էր։ Աղը։ Ահա աղը։ Շնորհակալ եմ իրոք։ Տիրակալ։ Իսկ ջուրն եմ լավ տալիս թե աղը։ Երկուսն է։ Երկուսն էլ, հա, շատ լավ։ Կմասնագիտանամ նաև դրանում։ Ու ինչ որ պայից հասկացա, որ պետք է նաև ինձ փորձարկեմ այլ շրջաններում, այլ ոլորտներում Երևանում երբ որ եկա սկզբից բավականին ծանր ու օգտակար դժվարությունների միջով էի անցնում, երբ որ պիտի ինչ-որ կերպ գումար աշխատես եւ այլն, հետո արդեն ընտրեցի գիդի ճանապարհը ու շատ հետաքրքիր, շատ լավն էր եւ ինքնաճանաչում էր եւ հայրենաճանաչում էր զուգահեռաբար հետո դա հոյակապ աշխատանք է, քանի որ մենք գոլեգաներ ենք այդ մասով, պատարակա խնդրում եմ մի հատ դուր, այսօր դու օգնական ես։ Այո, խնդրեմ։ Շնորհակալ եմ։ Քանի որ մենք գոլեգաներ ենք այդ մասով գիդ էքսկուրսավարի։ Ու օրինակ ես քեզ լավ հասկանում եմ ինչի մասն է խոսքը։ Գիտենք ինչի մասին է խոսքը։ Ասում է ինձ մոտ անընդհատ երազներ են, չէ՞, ինչ որ մարդիկ իմ ետևից են գալիս մոտ 20 հոգի, դա աշխատանքի արդյունք է նաև լինում։ Այդ ընթացքում բախտ ունեցա Արցախը նորովի ճանաչեմ, տես բանակում ծառայելու ժամանակ Արցախը ինձ համար մի տեսք ուներ։ Երբ որ արդեն ծառայել բանակում, Արցախի որտեղ Մարտակերտի շրջանում եմ ծառայել։ 5-րդ պաշտպանական։ Չէ, ավելի հյուսիսում, այնտեղ մենք առանձին զորամաս ունեինք ու
Որպես զինվոր ճանաչելը մեկ այլ բան է, որպես արդեն գիտ, անհատ մարդ, ազատ քաղաքացի, այսպես ասած, ճանաչելը մեկ այլ բան ու զգացինք ինչքան հրաշք է Արցախը, Արցախի ամեն մի դրվագը, ամեն մի քարը, ու երբ որ նաև գիդ լինելով դու դեսպանն ես արդեն երկրիդ, որ մարդկանց ներկայացնում ես, հազարավոր մարդկանց ստիպում ես նորովի սիրել իրենց հողը, դա հրաշք է իհարկե ու հրաշքը պահպանվում է։ Հիմա էլ ինչքան հասկանում եմ, վայ, դու էլ ինձ նման ես կարծում եմ, ինչքան շատ եմ գյուղեր գնում, լեռներ գնում եւ այլն, զգում եմ այս երկիրը էլի տեղ ունի ճանաչելու ու ես դեռ շատ տեղ ունեմ գնալու, էլի։ Դե ինձ թվում է Հայաստանը անհատակ բացահայտման տարածք է, որ միշտ այդպես կարող ես բացահայտել, գտնել ինչ որ յուրահատուկ նյութեր, որոնք որ ասում ես, լավ, Հայաստանում այսպիսի տարածք կար, շատ հաճախ է դա լինում, որովհետև կան բաներ, որոնք որ քեզ թվում է, թե դրսում, օ, ես հետաքրքիր տարածքը տեսանք բան եւ այլն գնանք, բայց Հայաստանում կա այնպիսի վայրեր, որ չգիտեմ, որևիցե երկրի ինչ որ տարածքի հետ չես կարող փոխել։ Դե հա։ Ես վերջերս բացահայտեցի Կապանը, Սյունիքում բազմիցս եղել եմ, Սիսիան, Գորիս, Տաթև միշտ։ Տաթևի գիծը։ Այո, բայց անգամ որոտնավանք Տոլորս հասել եմ, բայց դրանից են կողմ Կապան չէի գնացել։ Հետաքրքիր ինչն է, որ Կապանը առաջին անգամ էի եւ երբ որ գնում էինք սկզբից հարցրեցին Կապանը ինչի հետ կասոցացնեք չտեսած, դե իհարկե ֆիլմերով կամ ինչ որ ռեպորտաժներով, խուստուփով, նժդեհով գիտեինք բոլորս Կապանը ու ինձ մոտ միշտ դա բնության հետ էր ասոցացում, ասացի որ ես Կապանը ասոցացնում եմ բնության հետ, դեռ չտեսած։ Երբ որ գնացի այնտեղ հետ գալիս էինք, այդ հետադարձ մեկնաբանություն էր պետք, իսկ հիմա ինչ եք պատկերացնում, կրկին բնություններ, խուստուփ եւ նժդեհ ու հայրենասիրություն գաղափարներն էր, որովհետեւ մարդիկ այնտեղ ապրում էին շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ, բնությունից չկտրված, իրենց խոհանոցը։ Դրա մի մասը դարձած։ Այո, խոհանոցը։ Եվ առիթ ունեցա ամենակարևորի մասին ասեմ։ Ուրեմն խուստուփի ստորոտին պատրաստել ժինգյալով հաց Սյունիքի տեղային խոհանոց։ Բաչագան։ Այո, Բաչագան գյուղի տարածքներ դա եւ շատ հետաքրքիր երևում էր իհարկե ստորոտը նաեւ այդ հատվածից ու լեռ ամբողջությամբ։ Բացեր է Կիսաբաց էր։ Առաջին օրը կիսաբաց էր, երկրորդ օրը ամբողջությամբ բաց էր։ Ես ասում եմ, ես Ալպ Հիմալայան ինչ որ լեռնաշղթա էր հիշեցնում։ Այո։ Իսկ դու տեսար մենք ընդամենը մի երկու շաբաթ առաջ գնացինք, Տավրուս գյուղ գնացինք, երեխաներին գրքեր էինք տարել, հետո Կապան։ Ես ասա որ մարզային այո, գրադարների հարստացման ինչ որ ծրագիր է, շատ հետաքրքիր։ Ընկերներով ընդամենը մի հոլովակից, Բաչեից, Տավրոսից շատ սիրում եմ այդ տղային, 9 տարեկան ու Բաչեն ասում էր, ես մնալու եմ իմ գյուղը շենացնեմ, ինչ կա ձեր Երևաններում, ձեր քաղաքներում, ու մենք դրանից ոգևորվեցինք ընկերներով, ասացինք գնում ենք Բաչենց գյուղ, շատ լավն էր ու հասանք Կապան, իհարկե բոլորիս նպատակը խուստուփը տեսնենք, խոնարհվենք։ Խուստուփը փակ։ Մի օր փակ, հաջորդ օր փակ, ստիպելու է որ էլի գնանք։ Այնտեղ մի հետաքրքիր կարծիք կար դրա հետ կապված։ Ասում են որ առաջին օրը խուստուփը իրեն ցույց չի տալիս։ Երկրորդ, հա, ծանրության աստիճանը։ Ծանրապահում, հա։ Եվ ասում է հետո երկրորդ օրը արդեն պարզ տեսնում ես, իրոք երկրորդ օրը ակնոցս որ հանեի, երևի ավելի պարզ կտեսնեի, այդ կարգի պարզություն։ Հա, լավ, հարգելի հեռուստադիտող, մենք այսպես շատ հետաքրքիր թեմաներից զրուցեցինք, հատկապես հայրենիքի, Կապանի, Սյունիքի եւ ընդհանուր նրա մշակույթի եւ туриզմի հետ կապված։ Ես առաջարկում եմ մի քանի րոպե ընդհատել եւ վերադառնալ իհարկե շարունակելով մեր զրույցը։ Մենք վերադարձանք եւ այստեղ խաշիլը արդեն կիսապատրաստ վիճակում է, պետք է մի փոքր եռացնել եւ անցնում ենք բուն մեր պատրաստման գործընթացին։ Ինչու է եկել Համլետը։ Ի վերջո մենք անդրադառնում ենք այս պահի դրությամբ, թե ինչպես պետք է պատրաստել սինդրիկի աղցանը, որտեղ սա աղցան է ոչ թե այսպես նախուտեստային տարբերակ է։ Նախ խաշեցինք թեթև, սինդրիկը շատ չենք խաշում, որ ինքը այդպես իր ամբողջականությունը պահի, այո, որ փլավ չդառնա ընթացքում։ Ինչ ենք անելու, սինդրիկն ենք ավելացնելու հատուկ էր։ Ես արդեն 8-րդն եմ։ Վիտամինակ էր, այո, հաշվում ես։ Լցնելու ենք ամանի մեջ, հետո ավելացնելու ենք ձիթայուղ,
մի փոքր քացախ կիտրոնի հյութ եւ մի փոքր էլ կարելի է աղ ավելացնել, բայց շատ աղը չէ, որտեղ արդեն կիտրոնը եւ այնտեղ քացախը իրենց գործը անում են։ Համլետ ջան, միջև դու այդ գործը ընթացքում կանես, ես այստեղ խաշիլը կխառնեմ եւ մի հարց եմ ուզում քեզ ուղղել, քանի որ կուրթանը շատ հետաքրքիր տարածք է, ինչպես ասում են, ամենահայտնի գողտրիկ վայրերից մեկն է լոռի։ Այո, միանշանակ։ Եվ դու փորձում ես այս պահին կուրթանը նաեւ զարգացման ճանապարհով տանել մշակութային եւ տուրիստական ուղղվածությամբ եւ մի փոքրիկ ու շատ գողտրիկ անկյունում փոքրիկ տուն ես պատրաստել, որը իր յուրահատուկ դիզայնով հիշեցնում է հայկականությունը, հա, այնտեղ կա հայկական ոգին։ Ինչ նպատակ ունի այդ ամենը, որ իրականացվել է քո կողմից, որտեղ գիտեմ, որ դա երազանք է եղել քեզ համար։ Այո, միանշանակ երազել պետք է։ Երազենք մեծ ընկերներ ու շատ երազել եւ իրագործել։ Վիզ դնենք, այո։ Ստեղծեցինք մեր չուչուն, ինքը հյուրատուն կրթական կենտրոն է։ Անվանումը ինձ կբացես չուչուն որտեղից էր գալիս։ Տես ինքը ոնց եկավ։ Ինձ համար կարևոր էր, որ անունը հեշտ լիներ ու քույրս երբ որ փոքր էր ու նոր սկսում էր խոսելը, հայրի, մամա, պապա այս բառերից հետո մոտավոր առաջիններից մեկը ինքը արտահայտեց չուչու ու մենք հետո ավելի ուշ հասկացանք, որ ինքը դա ասում էր, երբ որ ուզում էր իրեն գրկեին կամ ինչ-որ տակ հագուստ տային, ջերմություն տային իրեն։ Ինչ հետաքրքիր։ Ու այս բառը փոքրուց մեզ մոտ շատ սիրված բառ էր մնացել, ու մենք որոշեցինք, որ մեր կենտրոնի անունը հենց կլինի չուչու։ Չուչուլեն բա երջանիկ։ Իրականում շատ հետաքրքիր անվանում է եւ իրեն բնորոշ ջերմ ու տաք հետաքրքիր անվանում է։ Հենց նպատակը այո, Այնտեղ կրթական ծրագիր եք, չէ՞, դուք իրականացնում նաեւ, այսինքն հայրենաճանաչողությունն է, ազգային բարերի վարպետաց դաս։ Մենք առիթ կունենանք նաեւ ազգային հագուստից, տարազից խոսել այնտեղ։ Տարազից, ուտելիքներից եւ խոհանոցից, այո։ Անպայման։ Վահեն իրականում պիտի եկած լիներ, բայց դեռ չի եկել, քանի որ այդ օրը ինչ պատճառներ որոշակի քարեր խանգարեցին նրան։ Որոշակի քարեր։ Ու ինչ կարող ենք ասել, այնտեղ մենք փորձում ենք զբոսաշրջությունը զարգացնել, այսինքն աշխատատեղեր, հյուրատան մասով, ես ինչ քացախ պիտի ավելացնեմ։ Դու հասկացար։ Հա, 2 գտալ, ճիշտ է։ Այո, 2 գտալ։ Ու շարունակիր պատմել։ Ու նաև ոչ ֆորմալ կարելի է ասել կրթական կենտրոն։ Տեսեք ինչքան գեղեցիկ զգացիր վարպետությունը լցնելս։ Շատ նշփագեղ։ Ես Երևանից այս պահին եմ։ Դու իմ ձիթայող լցնելը չես տեսել։ Ոնց է դա կատարում։ Իմ մոտ դա օծման ծես է համար։ Այսինքն 12 եւ եպիսկոպոսներ։ Հա, շատ լավ, այսպես սա դնեմ, եթե դեմ չես։ Հա, ես ձիթայողն եմ անում։ Մի հատ վայել եմ։ Որովհետեւ իմ ամենասիրելի հատվածն է սա։ Հա։ Եվ վերևից պետք է։ Ծորում եք, այո։ 2 հատ աճ, 2 հատ ձախ, հա։ Հա, հատուկ կաճք ունի։ Հիշեմ էլ։ 3 պտույտ, հետո վերև ձգում իջեցնում ենք։ Կիտրոնը կտրիր դու։ Կիտրոնը։ Դանակը նեստով Դանակով եք չէ կտրում այստեղ։ Ընդհանրապես հա։ 2 կես, այո։ Մի փոքր այստեղ վարպետության դաս, մի փոքր կարելի է լիմոնին ուղակի այսպես մերսել։ Հա, մերսել, հետո նոր անել, որ նրան այդպես ենք խափում, չէ։ Այո։ Իսկ սրա նպատակը ո՞րն է, որ հյութը անջատվի պտղամսից, կտրելուց հետո ավելի հեշտ իրեն կարողանանք։ Ինչ լավ բառ է, պտղամիս։ Գիտես։ 2 մասի բաժանում։ Հայեցի։ Հա, մեջտեղից բաժանում ենք։ Այո։ Առանձնացնում ենք պտղամսերը։ Դանակ կար, չէ՞ ամեն դեպքում։ Հա, կար։ Ու այսպես։ Այո։ Բայց ամբողջությամբ չանես։ Լավ։ Մի հատ է հերիք է։ Դու արա, ես կասեմ բավական։ Այո, մի հատը բավական է լինելու։ Վերջ, բավական է։ Պաշ։ Շատ լավ։ Եվ վերջում մենք կարող ենք այսպես զարդարել։ Ես արդեն կապվել եմ այս կորիզների հետ, եթե անկեղծ։ Ես զգացել եմ, դու հասվել ես անգամ քանի հատ ես գել, վերջում փաթաթենք հետդ կտանես։ Անպայման, շնորհակալություն։ Ինչպես ասում են, խերը հաղորդման, այսօր Էրգրի համի։ Եվ սա պտղաբերության խորհրդանիշն է, լիառատության խորհրդանիշն է։ Ես նաև վայ կարդացի, որ այս ուտեստը նույնպես պատրաստում են տոնացիսական խոհանոց է։ Ու հատկապես ասում են տվել են նոր ծննդաբերած կանանց իրականում կա այդպիսի բան, բայց հիմնականում հայկական լեռնաշխարհում տարածված ծննդկանին տրվող կերակուրը դա խավիծն էր, որը արվում էր ալյուրով եւ յուղով, որը նաեւ կատնատվությունն էր շատացնում կնոջ մոտ, եւ այս վերջերս Սյունիքում մի նոր բացահայտում արեցի, որ իրենք նաեւ շատ հաճախ մեղրով ձվածեղ էին տալիս կնոջը, այո,
շատ հետաքրքիր պատմություն ունի, կոչվում է Պատադիր չի, չէ՞ դրա համար հղի լինել, որ դա Ոչ, ես փորձել եմ, նորմալ է։ Արևմտյան Հայաստանում դա կոչվում է զոքանջի ձվածեղ։ Լսած կլես այդ արտահայտությունը։ Վախենալու Որ ասում են վախենալու է, ինչ։ ասում են պետք է զոքանջի ձվածեղ կերած լինես։ Այդպիսի արտահայտություն կա ժողովրդական։ Զոքանջի ձվածեղ էին ասում, որովհետև դարձից հետո, երբ որ աղջիկը գնում էր դարձ, ամուսնությունից հետո դարձ պետք է գնար, իր փեսայացուի հետ գնում էր, մայրը զոքանջը առաջին անգամ հյուրասիրում էր ձվածեղ մեղրով, քաղցրության խորհրդանիշներ եւ ձուն այն ժամանակ այդքան այդպես տարածված շատ չէր։ Հա, դա էլի դելիկատես էր համարվում։ Այո։ Դելիկատես էր համարվում եւ դրա համար դա կոչվում է զոքանջի ձվածեղ։ Այսպես Շատ լավ է, շատ լավ է։ Կհիշեմ, ապագա զոքանջից կասեմ։ Կարող ես, եթե ձվածեղ սիրում ես, չգիտեմ։ Հա, ոնց չէ։ Միանշանակ։ Համլետ ջան, ես առաջարկում եմ, ուրեմն այս պահին ընդհատենք, քանի որ մենք ունենք արդեն աղցանը պատրաստ եւ ունենք խաշիլը պատրաստ։ Խաշիլը կլցնենք, վրան կավելացնենք կաթ եւ յուղ եւ հետ կվերադառնանք արդեն ճաշակելու։ Հարգելի հեռուստադիտող, իմ հյուրերից ամենաշատ տանջված հյուրը Համլետն է։ Եվ նրա ձեռքերը։ Եվ նրա ձեռքերը այսօր շատ գործ արեց։ Ասա որ հոգնել ես։ Պիտի արագ վերնաշապիկս փոխեմ այսպես։ Լոպեների հարցը։ Դե ինչ, պատրաստ է մեր խաշիլը, սինդրիկը տապակված է եւ հոյակապ գեղեցիկ ներդաշնակ սեղան ունենք մենք այս։ Շատ էսթետիկ նաեւ գեղեցիկ, լորվա համու հոտով։ Այո։ Միանշանակ համեցեք լորի, այս ամեն քոլեղենն էլ խոտեղենը անուշարեք։ Համեցեք նաեւ կուրթան մեր մոտ, մենք խոստանում ենք ձեզ անվճար падիվ ենք։ Անվճար, լսեցիք։ Հա։ Այս կոմպրոմատա միշտ կա, պահված է, այնպես որ ես առաջարկում եմ պրոմո կոդն է, չէ՞։ Ես առաջարկում եմ փորձել։ Շատ լավ։ Մենք ավելացրել ենք շաքար, չէ՞։ Շաքարավազ ենք այո ավելացրել վրան։ Բավականին լավն է, վայ։ Այո, շատ նուրբ է ստացվում կաթով։ Փորձենք նաև սինդրիկը։ Հետաքրքիր է լիմոնի ու քացախի համադրությունը։ Շատ հետաքրքիր է։ Պետք է ինձ թվում է ամեն դեպքում սառի, որ ավելի յուրահատուկ համ ունենա։ Համաձայն եմ։ Այո։ Ամենայն դեպս շատ առողջարար է նաև։ Միանշանակ։ Դե ինչ, հարգելի հեռուստադիտող, այսօրվա այս յուրահատուկ խոհանոցը լորվա խոհանոցից էր, կոնկրետ Կուրթանի խոհանոցից։ Շնորհակալ եմ Համլետ ջան այս յուրահատուկ բաղադրատոմսի եւ հետաքրքիր ու հումորային զրույցի համար։ Ձեզ լավ օր եմ մաղթում, շնորհակալություն հյուրընկալության համար, առատ եթերներ։ Շնորհակալ եմ։ Յուրահատուկ լորվա խոհանոցից խաշիլ եւ տապակած սինդրիկ։ Բնության համը եւ բույրը, որը չես նկարագրի որևիցե այլ մարզում։ Ամեն մարզ ունի իր յուրահատկությունը։ Դե ինչ, պատրաստեք եւ փորձեք։ Կհանդիպենք հաջորդ եթերին։ Ձեզ հետ էր Վահե Սեման։ Հացն ու գինին տեր կենթանի։